Ադրբեջանի հետ առևտուրը ոնց որ ավելի է աճում չի աճել ես ունեմ առաջին 4 ամիսների տվյալը մոտավորապես 10 միլիոն դա իհարկե մեծ թիվ չի ապրանք է Ադրբեջանով եկել Հայաստան բայց սա չի թեթևացնում մեր լարսի խնդիրը առանձնապես ոչ ասեմ ինչու Ադրբեջանի հետ առևտուրը զարգանում է կառավարության պետական մարմինների միջնորդությամբ դա ճիշտ մոդել չի իհարկե ուրիշ մոդել հնարավոր չի ճիշտ վերցնենք ուղղակի զուտ այս ընդհանուր խաղաղության ռեժիմի մեջ երկու կողմին էլ կարող է այդպես հարմար է որ պետական մարմինները իրենք են խոսում կամ հետո մասնավորին հրավիրում կամ կանչում ասում գիտես այս բանը կարող ես բերել կամ փոխանցի կամ այսպես բիզնեսները իրար երես չեն տեսնում ադրբեջանական բիզնեսը հայկական բիզնեսի հետ չի շփվում իրար չեն ճանաչում իրար հետ չեն բանակցում որևէ տեղ չեն հանդիպում եթե ուզում են օրինակ Ադրբեջանի հետ բիզնես կոնտակտները զարգանան, ուրեմն ինչ որ մի երրորդ երկրում, ինչպես որ դիվանագիտության կամ քաղաքական հանդիպումներն են կազմակերպում, նույն կերպել ինչ որ մի երրորդ երկրում, որը նախընտրել է եւ Հայաստանի եւ Ադրբեջանի համար, հարկավոր է բիզնես կոնֆերանսներ կազմակերպել, բիզնես ֆորումներ կազմակերպել, հանդիպացնել, ճանաչեցնել, մեկը մեկին տեսնի, հարցեր տա, կողմնորոշվեն, կարող է ինչ որ հին ծանոթներ գտնվեն եւ այլ եւ ինչ որ կերպ հարաբերությունները զարգանան։ Դե ձեր ասածը հայկական կողմի համար ընդունելի է, հայկական բիզնեսմենը կարող է ինքնուրույն որոշում կայացնել, ինչ արտահանել կամ ինչ ներմուծել։ Ես չգիտեմ Ադրբեջանում այդ կոնյունկտուրան։ Այստեղ մի երկրորդ խնդիրը կա նաև, հարկավոր է դա էլ հասկանալ։ Օրինակ սոցիոլոգիական հարցումներ չկան։ Բենզինը կոնկրետ չի շփվում բենզինի հետ։ Լցնում ես մեքենան, չես տեսնում բենզինը, կոպիտ ասած, կամ ինչ որ այլ բաներ, հեղուկ գազ կամ ինչ որ մի բան, կամ հացահատիկը բերվում է մշակվում։ Բայց օրինակ մեր հասարակություն օրինակ կամ ադրբեջանական հասարակ պատրաստ է Made in Armenia, Made in Azerbaijan գրած ապրանքներով թեյ առնի ադրբեջանական, չգիտեմ ինչ որ քաղցրավենիք առնի, մրգեր առնի, մենք էլ չգիտեմ ինչ են այդ մատակարարը ու ադրբեջանցին ռեստորանում կամ իր տանը վերցնի ու տեսնի որ գրված է պատրաստված է Հայաստանում։ Այդ ինչ ասում եք մի քիչ արտարոց է։ Հարաբերությունները վերջը ո՞րն է։ Որովհետև վերջին որոշողը սպառողն է, եթե սպառողը բոյկոտեց կամ չգնեց Եվ իմիջիայում այլ Հայաստանում լիքը սպառողներ կան, որոնք թուրքական ապրանքները սկզբունքորեն չեն գնում։ Չնայած լիքը բերող կա, չէ՞, շատ է բերվում, բայց չեն գնում, չեն առնում։ Այսինքն հետեւաբար արդյոք դա տեղի կունենա, թե ոչ։ Սա էլ կա, դրա համար մեր ձեռնարկատերը նույնպես երևի զգուշավոր են, որ ամեն բանի դեռ չեն գնում, որովհետև այդ խնդիրը իրանք էլ են տեսնում, որ կարող է այդպես։ Հետո ադրբեջանական կամ ռուսական բենզինը Ադրբեջանով բերվեց կամ ադրբեջանական բենզին բերվեց, կարևոր չի։ Ադրբեջանի անվան տակ բերվեց։ Կարող է ինչ-որ պայր հերթ եղավ, վաճառվեց եւ հետո ինչ եղավ։ Հետո առանձնապես հետաքրքրություն չկար թե։ Բենզինի գինը էլի բարձրացավ, որոշակի էլի շատ-շատերը նախընտրում են ուրիշներից առնեն, որը ադրբեջանական բենզին չի ներկրում, այն ֆիրմաները, որոնք ադրբեջանական բենզին բերող են, նրանք այդպես մեծ հաջողություն չունեցան այդ բիզնեսից։ Այսինքն Ադրբեջանի հետ բաց առևտուրը չունի դեռ իր էֆեկտը, չի էլ ունենալու։ Առանձնապես դեռ չեմ կարծիքով։ Իմ կարծիքով դեռ երկար ժամանակ կպահանջվի։ Քանի դեռ այս թեմաները տաք են, զոհվածների, անհետ կորածների, գերիների, դատերի հետ կապված, պահանջների հետ կապված եւ այլն, ես կարծում եմ, որ դեռ իմ ենթադրությամբ դեռ առնվազն մի 2 տարի դեռ էական տեղաշարժ չի լինի։ Եվ ավարտենք։ Я думаю, что это опять-таки такой эмоциональный обмен мнениями. Вот. Да. Я думаю, что в ближайшее время покажет и события, и динамика событий после выборов 7 июня, они, я надеюсь, в ближайшие месяцы уже дадут ответ на эти вопросы, кто прав. Ну, в любом случае, в Армении заявляют о диверсификации внешнеполитического курса. Ну, в то же время предпринимаются отдельные действия, в том числе и на законодательном уровне, которые дают Российской Федерации, так сказать, повод и почву для подозрений, да, которая порой выражается вот в таких вот эмоциональных формах. Но я должен сказать, что это общий язык дипломатии, к сожалению, в последнее время и межгосударственного общения. Посмотрите, что пишет господин Трамп в своих социальных сетях. Вот, посмотрите, что несет господин Макрон тот же. Вот.
это все достойно сожаления, как мне кажется. Потому что вот такой вот дворовый стиль общения и, значит, подобный тон, он, мне кажется, не совсем приемлем, с чьей бы стороны он не исходил. Իմաստ ունի դիտարկել ռուսական քարոզչամեքենայի ագրեսիվություն։ Ну, տեսեք, սա ոնց որ հերակա պայքար է, բայց ասեմ նաև, որ Հայաստանի իշխանությունների կողմից եւս Ռուսաստանը հիմա հրճակված է թշնամի մեծ հաշվով, եւ որպես վտանգ բազմաթիվ հայտարարություններով, եւ որպես հիմնական վտանգի աղբյուր, ամեն օր բացահայտում են նոր ու նոր դավադրություններ, որոնք իբր գալիս են Ռուսաստանի կողմից, բարձր որ այսպես ասած այս ֆոնին դժվար է որ ասենք երկկողմանի դա չլինի եւ հիմնական տեղեկատվական ֆոնը այդտեղ ես կարծում եմ շատ ավելի լարված է ու հատկապես ցանկացած քաղաքական գործիչ, որը Ռուսաստանի հետ հարաբերություններ ունի, միանգամից դիտարկում է որպես լրտես եւ այլն։ Այս ֆոնին բարձր է որ Ռուսաստանի ռեակցիան ավելի ագրեսիվ է լինելու, մենք տեսնում ենք արդեն տնտեսական դաշտում Հայաստանի նկատմամբ ճնշումներ են սկսվել։ Պատճառը դա է։ Ну, ընդհանուր քաղաքական հարաբերությունների, այսինքն, տեսեք, Ռուսաստանը որպես կանոն արձագանքում է շատ ուշ, բայց միանգամից շատ կոպիտ, հա, եւ մենք տեսնում ենք դա, այսինքն Ռուսաստանը ուղղակի դիտարկում է, որ հարաբերությունները Հայաստանի հետ արդեն փչացած են եւ այսպիսով կարիք չկա, այսպես ասած, լավ հարաբերությունների ֆոնը, որի մասը հանդիսանում են այս տնտեսական հարաբերությունները պահել եւ սկսում է գործադրել ճնշումը, այսինքն բոլոր իր ձերի տակ ունեցած միջոցները։ Հայկական կողմը, եթե շարունակվի իհարկե այս տենդենսը, թեև մեծ մասը կարծում են, որ հունիսի 7-ից հետո այս աժոտաժը կավարտվի շատ արագ, ինչպես սկսվել է, թե չէ դա։ Սա լավ հարց է, որը ես պատասխանը չունեմ։ Իրականում անկախ ընտրությունների արդյունքից բազմաթիվ հարցեր կան։ Նախ մեծ հաշվով մենք ունենք 4 հնարավոր սցենար, հա, իշխանության հաղթանակը եւ այս իրավիճակի պահպանումը, իշխանության հաղթանակը եւ այս իրավիճակի փոփոխությունը, ընդդիմության հաղթանակը եւ այս իրավիճակի պահպանումը եւ ընդդիմության հաղթանակը եւ այս իրավիճակի փոփոխությունը։ Հիմա իշխանության հաղթանակի պարագայում իրավիճակի փոփոխությունը դժվար է ակնկալել, որովհետեւ կարելի է իհարկե մի կողմից ենթադրել, որ հույս ունեն Ռուսաստանում, որ կազդեն ընտրության արդյունքի վրա եւ այդ պարագայում արդեն կամ եթե նույնիսկ չազդեց կամ օրինակ ընտրությունը ընդհանրապես անցավ եւ այս իշխանությունը ոնց որ հաշվի առավ Ռուսաստանի դիրքորոշումը եւ դրանից հետո ավելի մեղմ սկսեց արտահայտվել, չգիտեմ կոնկրետ ինչ հաշվարկներ կան, բայց մոտավորապես այս տրամաբանության մեջ են դիտարկվում հարցերը Մոսկվայում, ապա այդ ժամանակ կարող են մեղմացնել։ Եվ որպես կանոն Ռուսաստանը այդպես էր վարվում, բայց հիմա մի տարբերություն կա, այսինքն եթե համարվում է, որ այլևս հարաբերությունները հիմնովին փոխվել են կամ վատթարացել են, ապա բարելավելու թեմա չի լինելու։ Ընդդիմության հաղթանակի տեսանկյունից իհարկե ուրիշ տարբերակներ կան, այդտեղ ավելի մեծ շանսեր կան, որ բարելավի, բայց կախված է էլի քաղաքականությունից, որը նոր իշխանությունը կամ այս իշխանությունը վարելու է ընտրություններից հետո, այսինքն ամեն դեպքում կախված է նաև Հայաստանի դիրքորոշումից շատ բան։ Последствия, а причина совершенно другая. Причина заключается в том, что идет действительно тектонический процесс изменения цивилизационный. Что на Кавказе, что в Европе, что в России, что в Китае, что в Америке, что в Средней Азии, везде. И вот этот процесс изменения, он требует в том числе новых людей. Я думаю, что выборы, которые сегодня проходят, у нас тоже, кстати, в России будут в сентябре выборы, это те самые промежуточные варианты, которые через 3 года, через 2,5 года сменят совершенно новые люди. Вы даже не узнаете, что сегодня мы не можем прогнозировать, но вы удивитесь, мы можем потом с вами посмотреть года через 3, что и армянская сторона будет совершенно другими людьми управляться, и российская, и все остальные. Ռուբեն Վարդանյանը միջազգային ամենահեղինակավոր միջոցառման, թե ինչպես ասեմ, Ավրորայի մասին է խոսքը, եւ այդ լծակ չի աշխատում։
Ռուբեն Վարդանյանը կարծեմ ներկայացվել է Վացլավ Հավեկի մրցանակին իրավունքների եւ խիստ կասկածում եմ, որ սա էլ չի ազդի, հա։ Ես ուզում եմ ջերմաստիճանը պատկերացնել մարդուն օգնելու, հնարավոր է թե ոչ։ Առանց պետության միջամտության ոչ, առանց մեր կառավարության օրակարգում դա ունենալու ոչ, ու դրա համար որևէ լծակ չի աշխատում, որովհետև ու դա է նաև ցույց տալիս Եգինակությունն անգամ չի այստեղ։ Ավրորան փորձ է արվել Բաքվի բանդում ներկայացնել որպես ահաբեկչական մի միջոցառում, որով նորից Ռուբեն Վարդանյանը փորձ է արել ցանց ստեղծել, չգիտեմ ինչեր, անհնարին պատկերացնելու բան։ Եվ Ավրորայի ծրագրի աշխատակիցներից մեկը Արարատ Միրզոյան անունով, ով աշխատել է այնտեղ, անգամ այս պարագայում Ավրորայում, անգամ այս պարագայում չի խոսել, չի հակազդել, չի պաշտպանել Ավրորա նախաձեռնությունը, որը մարդասիրական, լավագույն ու հետաքրքրական մի նախաձեռնություն էր, ցույց տալու, որ հայ ազգը շնորհակալ է աշխարհին, հայոց ցեղասպանության ժամանակ իր կողքին կանգնելու եւ հիմա էլ ինքը վերադարձնում է աշխարհին եւ պաշտպանում այն մարդկանց գործունեությունը, ովքեր նման իրավիճակներում կանգնում են, սատար են կանգնում ճնշվածներին, լքյալներին եւ փախստականներին։ Ահա այս պարագայում անգամ Ավրորայի հեղինակազրկումը չի ստիպել մեր արտաքին գործերի նախարարին միջամտել եւ հակազդել։ Կարող էր, բայց պետք էր։ Լավ։ Ռուսական ռոպագանդան ակտիվացրել է Արցախի հարցը։ Վերջին շրջանում կարելի է տարբեր ենթադրություններ անել, ինչու է դա արվում, ինչ հողի վրա է դա արվում։ Պետք է աջակցել այդ նախաձեռնությանը ռուսական անգամ ադրբեջանական կողմից նոտայի արժանացան, թե ինչու եք այդ հարցը թարմացնում։ Ես ուզում եմ արդեն ձեր քաղաքական կողմնորոշմանը գալ այստեղ։ Մենք պետք է իրականացնենք եւ առաջատարը լինենք բոլոր այն հարցերում, որոնք բխում են Հայաստանի Հանրապետության ազգային շահի օրակարգից։ Երբ որ մենք Արցախի հարցը փակում դնում ենք, ինչու են ռուսները առաջարկում, ինչու են նախաձեռնում։ Ես կարող եմ նաև հասկանալ ու ենթադրել, որ սա ինչ որ ազդեցության լծակներ են եւ ճնշումների լծակներ են տարբեր իրավիճակներում, ինչու ոչ նաև Ալիևի վրա, Ադրբեջանի, երբեմն այլ հարթություններում նույնպես, բայց ինչու սա էական չէ մեզ համար այն առումով, որ մենք պիտի որոշենք այդ մեզ պետք է թե ոչ եւ աջակցենք ու փորձենք անել այնպես, որ այդ հարցը մեզ համար աշխատի, մեր անելիքը դառնա, այլ ոչ թե դառնա գործիք որևէ տերության ձեռքում։ Ինչպես փորձ է անում մեր իշխանությունը ներկայացնել։ Հիմա Արցախի հարցը, որ մեր իշխանությունը փակել դրել է դարակում, ադրբեջանցիները բարձրացնում են արևմտյան Ադրբեջանի հարցը եւ հակազդում նորից չկա։ Но помню, что там вначале Путин разъяснял, а потом МИД России по этому поводу добавлял, что нельзя одновременно находиться в двух тех самых зонах свободной торговли с ЕС и ЕАЭС. Значит, и, соответственно, там же были предупреждения по поводу того, что вот в последние буквально прозвучали дни, по поводу того, что будут изменены условия поставки энергоносителей, насколько я помню, необработанных алмазов. Значит, в соответствии с предыдущими соглашениями, которые поставлялись в Армению беспошлино, значит, как в страну ЕАЭС, если она окажется в зоне свободной торговли с ЕС, значит, соответственно, будут другие условия. Не могу сказать, что эти заявления антиармянские, проверяю, может, я еще не слышал еще. Вот, они просто констатируют факт того, что одновременно в двух экономических пространствах, тем более, по сути дела, воюющих между собой, находиться крайне сложно, чтобы не сказать невозможно. Տոն ռազմական ցուցադրություն զորահանդես վերլուծաբանի տպավորությունը շատ հետաքրքիր կլինի լսել այստեղ ինչ։ Դե գլխավոր տպավորությունը ստեղ նա է, որ որոշում էր ընդունվել ցուցադրել մենակ այն, ինչը որ գնվել է 20 թվականից հետո, մեծ մասամբ մի երկու դեպքում տոսի դեպքում ու տորի դեպքում ոչ, բայց նա էլ դեռ չէր ցուցադրվել շքերթներում, որտեղ 16 թվից հետո էր եկել, բայց 95%-ը ինչը որ այսօր ցուցադրվել է, գնվել է 20 թվականից հետո, 80%-ն էլ 22 թվականից հետո, ասենք ասենք մոտավորապես։
ու երևի սենց մարդու համար ով շատ խորը թեմայի մեջ չի, ամենահետաքրքիրը կլիներ ինչքան տարբեր երկրներից զենք ուզին ամեն։ 7 թիվն է հնչել երկրների մասով, 7 երկրներ։ Որոնք են այդ երկրները։ Հայտնի է, եթե հայտնիները Ֆրանսիա, Ֆրանսիան, Հնդկաստան, Հայաստան, Ռուսաստան։ Դե Ռուսաստան կար, չէ՞, Տորտոս, մի երկու ուրիշ բան էլ կար, Կորնետ կար։ Բացի դրանից կա։ Այսինքն ռուսական ռազմատեխնիկա մասնակցել է այս զորանդեսին։ Հա։ Կար, մեծամասնությունը չէ, բայց մի քանի մոդել կար։ Դե օրինակ կործանիչներն էլ ռուսական են, չէ, Su-30-ները, Su-25-ները սովետական։ Դրա համար հələ Su-25-ն էլ ոնց որ նկարներից, եթե մի քիչ էլ է պետք ուշադիր նայել, ոնց որ դաժե մոդեռնիզացիա անցած էր ինչ որ մեկը իրանցից։ Ну, это связано с тем, что Армения, как воспринимают это в Москве, подает на развод. Да, почему так? Сразу про развод, да. Ну, дело в том, что это абсолютно серьезное государственное доктринальное заявление, которое было сделано на разных уровнях, от президента России Владимира Путина до там, МИДа и других людей, вовлеченных в управление со стороны России, что нельзя, как было сказано, там, сидеть на двух стульях, нельзя одновременно быть близким стратегическим партнером России, входить в Евразийский экономический союз и отплывать, отходить в сторону западной сферы влияния, объявлять официальной целью вступления в Европейский Союз и как бы делать шаги в этом направлении подготовительные. Вы думаете, вот это совмещать с точки зрения России невозможно. И как раз президент Путин тут вот какое-то время назад, по-моему, недели две, сказал, что, может быть, это надо воспринимать как попытку цивилизованного развода. Сергей Борисович, вы все это говорите, как будто мы уже в Евросоюзе. Да? Нет, это, конечно, не так. Более того, я уверен, что не будет никакого Евросоюза, никакого вступления в Евросоюз. Да. Но дело в том, что это не вопрос экономики сейчас. Это вопрос действительно нового раздела мира на сферы влияния. С завтрашнего дня, с 30 мая, Москва вводит временные ограничения на импорт овощей из Армении. Экономическую сторону оставим в сторонку, да, на минутку. Это политическое давление на Ереван, Сергей? Ну, безусловно, элементы политического давления присутствуют, даже если изначально они так не планировались. Хотя бы потому, что они могут восприниматься так. Если воспринимаются, значит, по последствиям реальны. Я бы что сказал вот к тому, что говорит Борис. Вот слушая его, и многие вещи вроде бы логичные, даже я готов принять, да, подобную аргументацию. Но не отделишь политику от экономики. Но эти сферы очень близки друг к другу, понимаете? Если происходят... Дело же не во встрече как таковой, опять же. Вот саммит прошел, да, есть совокупность определенных мер. Я бы, во-вторых, не стал говорить о том, что вопросы безопасности, они вот провалились окончательно. Ничего окончательно не бывает. Многие страны уходили из каких-то регионов и возвращались. Таких примеров тьма. Возьмите соседнюю страну Турцию, которая... Кто-нибудь мог говорить, что она в 1970-х годах вообще там что-то на Кавказе будет играть? Играет. Вот. И Россия, она сама кавказская страна, придет и будет играть. Разрушать то, что уже наработано, мне не кажется это перспективным, с моей точки зрения. Вот. Более того, когда вы говорите о том, что надо диверсифицировать, но когда вы в эту диверсификацию откровенных противников включаете, вы невольно превращаете территорию страны в арену конфронтации. Так уже же было с Грузией. Можно же не ходить далеко за какими-то примерами, вот достаточно посмотреть на соседей. И вот эта конфронтационность для Грузии сыграла роль не очень негативную. Действительно, никакого шоколада в отношениях между Москвой и Тбилиси нет. Некая
прагматизация, весьма медленная, кстати говоря, проходит. Но почему опять она не проходит полностью? А потому что политический шлейф. Вроде экономически мы с Грузией все, так сказать, у нас шоколадно, да, как говоря словами Бориса, а без политического навершия надстройки не получается. Поэтому не уйти от этих вопросов и от этого обсуждения, и не разведешь это полностью. Вот, повторюсь, я бы не спешил, во-первых, не хоронить Россию. Такое иллюзорное отношение, как мне кажется, имелось в руководстве Армении, наверное, после 2002 года. Не пытаться, так сказать, диверсификацию превратить в, так сказать, в конкуренцию на армянском поле. Это чревато на самом деле. И это не как угрозу какую-то там, упаси Господь, рассматриваю, просто аналитически. Хорошо, спасибо. Коротко, пожалуйста, Борис. Ну, я не исключаю, что какие-то политические, эмоциональные моменты в решениях, которые принимал Ереван в последние годы, присутствовали. Но я думаю, что сегодня и Ереван, и Москва встали перед необходимостью относиться к вопросам прагматично и рационально, поскольку иного выхода нет. Ожидать, что Армения вдруг перестанет быть местом, где пересекаются и входят в противоречия друг с другом интересы, невозможно. Это связано с тем, что Армения пытается вписаться в какой-то глобальный расклад разного рода отношений. А учитывая, что на глобальном уровне все у нас очень плохо, то вписывание это, оно, безусловно, сопровождается и конфликтами, которые так или иначе затрагивают нашу территорию и нашу политическую среду. Поэтому никто, я думаю, не счастлив по поводу всего, что происходит в мире и в регионе, но с этим как-то надо жить, и, я думаю, прагматичный и рациональный подход – это единственное, что нас может спасти. Вот и все. И спасибо вам.